Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ հերթական սկանդալային մեկնաբանությամբ, որտեղ կարմիր թելով անցնում էր այն հանցավոր միտքը, որ իբրև թե Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել են Արցախը պահպանելու համար, սակայն Արցախի իշխանություններն իրենք են լուծարել Արցախի հանրապետությունը։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանից։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ, պարոն Ֆիդանյան։ Արտգործնախարարության սկանդալային մեկնաբանությունը ձեզ ինչի մասին էր եւ ինչպիսի խնդիր է լուծում գործող վարչախումբը այսպիսի հայտարարություն անելով։ Տեսեք, արտգործնախարարության հայտարարությունը հերթական մանիպուլյացիաների եւ ստով կեղծիքով համեմված հայտարարությունների իրականությունից եւ իրական փաստերից մարդկանց լայն շերտերի ուշադրությունը շեղելուն էր հերթական անգամ միտված։ Արդեն սովոր ենք, որ որվա վարչախումբը, մասնավորի նաեւ արտաքին գերատեսչությունը մշտապես փորձում են նենգափոխել փաստերը եւ ցույց տալ այն ծիրի մեջ, որ շատ ավելի ականջահաճո լինի ադրբեջանցիների համար, քան մեր, չնայած առաջին հայացքից այդ մեղքերը ուրիշների վրա բարթելու որդեգրած քաղաքականությունը իր շղթայի մեջ անփոփոխ է մնում եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բոլորը մեղավոր են, շահագրգիռ կողմերի նկատի ունեմ, մասնավորի նաեւ արցախյան կողմը, բայց հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչները որևէ բանով չեն իրենց մեղավոր չեն ճանաչում, ընդհակառակը փորձում են ներկայացնել, թե ինչքան ջանք ու եռանդ են թափել եւ այդ ճակերտավոր առաքելությունը վերցրել են իրենց ուսերին, որպեսզի ամեն ինչ անեն պաշտպանելու համար մեր հայրենակիցների իրավունքները, անվտանգությունը, թե ինչ եղավ հետո բոլորիս ծանոթ է այն մեծ աղետը, որ բաժին հասավ մեր քույրերին եւ եղբայրներին, Արցախում ապրող մեր քույրերին եւ եղբայրներին, եւ էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքի վտանգի ներքո մարդիկ ուղղակի 100,000-ներով դուրս եկան իրենց հայրենական բնորանից։ Պարոն Մելիքյան, տեսակետ կա, որ այս հայտարարությամբ փորձ է արվում այլևս դիվանագիտական ճակատում վերջնականապես փակել Արցախի հարցը։ Դա տեսակետ չի, դա բոլոր հիմքերը ունի հենց այդպես կարծելու եւ վստահաբար պնդելու, որ օրվա վարչախումբը որդեգրել է հենց այդ քաղաքականությունը, ոչ թե արցախյան հիմնահարցը փակուղի տանել, այլ հիմնովին փակել այդ հարցը։ Ինքը կարծես այսպես շատ ծանր բեռ է իրենց ուսերին եւ այդ ուսերից այդ բեռը թոթափելու համար ընտրել են ամենահեշտ ճանապարհը եւ դրա առանցքային ու հիմնական մասը, այսպես ասենք, վճռական մասը հենց բաժին է ընկնում Պրահայում վարչախմբի ղեկավարի կողմից արված հայտնի հայտարարությամբ եւ ինքը առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում ճանաչել է անվերապահորեն ներառյալ նաեւ Արցախ։ Հայաստանի իշխանությունները ոչ մեկ անգամ են պատրաստակամություն հայտնել միջազգային ատյաններից հետ վերցնել հայցերը, որոնք առկային Ադրբեջանի դեմ։ Սա ինչպիսի հետևանքներով է հղի։ Սա ծայրահեղ ծանր եւ վտանգավոր հետևանքներով է հղի։ Կարծում եմ իշխանությունները նույնիսկ չեն պատկերացնում դրա ուղղակի ազդեցությունը Հայաստանի, հենց բուն Հայաստանի արդեն անվտանգության վրա, էլ չասեմ, որ նորից գալով նախորդ հարցին, սա նաեւ հերթական քայլն է հաջողանալու Ադրբեջանին եւ փակելու ընդհանրապես արմատապես փակելու արցախյան հիմնահարցը։ Այստեղ իրենց կամքը արդեն որևէ մեկը հաշվի չի առնում են պարզ պատճառ, որ նախ կամք չկա, կա ցանկություն, մեծ ձգտում հերթական անգամ ընդառաջ գնալու Ադրբեջանին եւ կատարելու վերջինների սպառնալիքի տակ
հնչող բոլոր պահանջները։ Դրա վառապացույց է նաև տակավին վերջերս այսպես կոչված խաղաղության համաձայնագրի 17 կետերի համաձայնեցումն, որը չգիտես ինչու Ադրբեջանը դեռ չի ստորագրին, ինչու, որովհետև արդեն ի հայտ են գալիս թաքնված պահանջները, եւ սա նախապայմանների լեզվով խոսելու Ադրբեջանի հերթական կեցվածքն է, ինչը արժանանում է կամ արժանանալու է հերթական զիջմանը, դրան արդեն կարծես թե բոլորը սովոր են, որովհետև եթե տեքստը նույնիսկ հրապարակվի եւ եթե որևէ մեկը կլինի, որ ինձ ցույց կտա այնտեղ մի կետ, որ Ադրբեջանը գնացել է զիջման կամ հետ քայլ է արել, դա ուղղակի անհնար կլինի, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ 17 կետերը հենց նույն պահանջների կատարումն է կամ այնտեղ կարող է դեկլարատիվ բնույթի ինչ-որ առանձին հոդվածներ լինեն, հիմնական խնդիրը, այսինքն զիջման մասին է, միակողմանի զիջումների մասին է, որը Ադրբեջանը չի էլ կորզում, այլ ասում է եւ սրանք շատ արագ հերքով կատարում են։ Իհարկե հասկանալով նաեւ, որ ծանր խնդիր է լինելու իրենց համար նույն սահմանադրության փոփոխությունը, հանրակրվե եւ 100,000-ավոր ձայներ վերցնելը այսօր տառացիորեն անհնար է լինելու այս իշխանությունների համար, որովհետեւ հասարակության շատ ավելի լայն շերտեր, շատ ավելի լայն շերտեր, ոչ միայն Երևանում, մայրաքաղաքում, այլ նաև մայրաքաղաքից դուրս սկսել են արդեն կամաց-կամաց հասկանալ, որ սրա տակ ինչ է թաքնված եւ նման միտումները ուր են տանելու Հայաստանը։ Այնպես որ հիմա իրենք կանգնած են իսկապես ծանրագույն ընտրության առջև, թե ինչպես են դա ի կատարածելու եւ կյանքի կոչելու, արդեն ժամանակը ցույց կտա։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։